Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Ռուբեն Վարդապետ Զարգարյանի ֆեյսբուքյան գրառումը։ Այս նախկին հոգևորականը դավաճան և մատնիչ Հուդայի կատարյալ հետնորդներից է, ուրացող տեսակ, առաջին անգամ կարգալույս լինելով մեղայականով դիմել է վեհապար Հայրապետին, վերականգնվելու իր հոգևոր կարգավիճակի և ծառայության մեջ, և ուշադրություն, նրա համար միջնորդել և երաշխավոր է կանգնել Բագրատ Սրբազանը։ Երկրորդ անգամ կարգալույս լինելով ամոթահար է թողել Բագրատ Սրբազանին, հիմա էլ համաձայնվելով օգտագործվել օրվա իշխանությունների կողմից անվանարկում է նույն Բագրատ Սրբազանին։ Հետգրություն. Մենք միաբան հոգևորականները սովորություն չունենք անդրադառնալու նախկին հոգևորականներին, երբ իրենց մաղձն ու թույնը թափում են Մայրաթոռի գահակալի կամ մյուս հոգևորականների ուղղությամբ, այն հույսով և ներողամիտ մոտեցմամբ, որ մի օր անդրադարձ կունենա և կվերափոխվեն, բայց այս դեպքը բացառիկներից է։ Հայտնվել է հանրային հեռուստաընկերության եթերում, իբր սրտացավ մեկը հանրահռչակ Պետրոսի դուդուկի տակ մոլորեցնելու մեր հասարակությանը։ Հիշեցնենք, Պետրոս Ղազարյանը երեկ հանրային հեռուստաընկերության տաղավար էր հրավիրել Գարեգին Բ. կաթողիկոսի նախկին գավազանակրին, որը տարիներ առաջ կարգալույս է եղել ու այլևս հոգևորական չէ, սակայն նրան ներկայացրեց որպես Խորեն Վարդապետ Հովհաննիսյան։